Պաշտոնական այցով ապրիլի 13-ին Սամցկե Ջավախեթիի տարածաշրջան էր այցելել երկրի նախագահ Տիկին Սալոմե Զուրաբիշվիլին։ Ապրիլի 13-ի երեկոյան նախատեսված էր նախագահի այցն Ախալքալակ։ Ախալցիխեի մայրուղու 62 կիլոմետր հասցեում գտնվող Յուրա, Արթուր եւ Աշոտ Խաչատրյան եղբայրներին պատկանող Իշխան ձկնաբուծարանում կազմակերպված էր հանդիպում նախագահի հետ։ Նշենք, որ Խաչատրյանների ձկնաբուծարանը գործում է շուրջ 2 տասնյակ տարուց ավելի եւ այն հայտնի է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ողջ հանրապետությունում։ Մենք պատրաստ ենք ընդունել մեր նախագահին, մեր պետությանը, շատ ուրախ ենք, որ ինքը կուկա մերքով, մեր ռայոնը հենց անմիջապես մերքով, մենք մաքսիմալնի պատրաստվել ենք, իրան դիմավոր ենք մենք մեր պրոդուկցիայով, ինչ որ ունենք, մեր ձուկը, մեր իկրան, շատ ուրախ ենք, կսպասենք որ կա։ Իսկ քանի տարի եք զբաղվել այսի ձեր 97 թվականին հետ բաբը ստեղծել է, այդից հետո հարս հոփարներս մենք շարունակել ենք մինչև այսօրս։ Բիզնեսը լավ, բիզնեսը մեթարֆեն, մեգալ թարֆենը պետության նауքուդը աշխատատեղեր ունենք, մաքուր պրոդուկցիա է, մենք կենենք սաղատիկ, հաշվենք լավ է։ Եվ դուք մտադրություն ունեք, որ Եվրամիության երկրներ արտահանեք, ասենք որ դուք Եթե սա հեշտալի ու էքսպորտալի, մենք մեր բիզնեսը քիչ մեծացնենք, հատկամ պրոդուկցիա ունենանք, մեզ շատ լավ գալու է դուս դեմի աշխատենք։ Դեպի ուր ասենք, դեպի Եվրոսոյուզ աշխատենք, դեպի Ռուսաստան աշխատենք, որտեղ կա կանալները Վրաստանու դեպի դուս։ Երկրի նախագահին դիմավորեցին Ախալքալակի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման ղեկավարները քաղաքապետ Յուրի Կունանյանի եւ Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի գլխավորությամբ։ Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում էր Սամցկե Ջավախեթիի տարածաշրջանի մարզպետ Բեսիկ Ամիրանաշվիլին, պաշտոնատար այլ անձինք։ Նախագահը շրջայց կատարեց ձկնաբուծարանում, ծանոթացավ ձկնաբուծության ոլորտի հաջողություններին ու հիմնախնդիրներին, համտեսեց տեղական ձուկն ու ձկնգիթը եւ շնորհակալություն ջերմ ընդունելության համար։ Ախալքալակ քաղաքում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի գլխավորությամբ պատվիրակության անդամները հյուրընկալվեցին Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդարանում, որտեղ լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չդրվեց ներկա գտնվել։ Ապրիլի 14-ին նախատեսված էր նախագահի այցի շրջանակներում Զուրաբ Շվանիայի անվան պետական վարչական դպրոցի Ախալքալակի տարածաշրջանային վրաց լեզվի ուսուցման կենտրոնի նախաձեռնությամբ մշակույթի տան պատին պատկերված գրաֆիտի բացումը, որը նվիրված էր մայրենի լեզվի օրվան։ Հիշեցնենք, որ ամեն տարի ապրիլի 14-ին Վրաստանի Հանրապետությունում պաշտոնապես նշվում է մայրենի լեզվի օրը։ Այս տոնն ստեղծվել է ի հիշատակ 1978 թվականին տեղի ունեցած ցույցերի արդյունքի, երբ վրացերեն լեզուն գտնվում էր պետական կարգավիճակից զրկվելու փաստի առաջ։ Համաձայն Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Սահմանադրության 1937 թվականին ընդունած որոշման պետական լեզու էր համարվում վրացերենը, սակայն ԽՍՀՄ-ի 1977 թվականի նոր սահմանադրության ընդունումից հետո սկսվեց սահմանադրական փոփոխություններ, որոնք վերաբերվում էին ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտած հանրապետություններին։ 1978 թվականին վրացական ռուսալեզու Զարյա Վաստոկա թերթը հրապարակեց նոր ծրագիրը, որտեղ պարզ երևում էր ռուսերեն լեզվի առաջնահերթ կարգավիճակը վրացերենի նկատմամբ։ Թբիլիսիի համալսարանի ուսանողների եւ դասախոսների եւ ընդհանուր առմամբ մտավորականների շրջանում ձևավորվեց բողոքի ալիք եւ 1978 թվականի ապրիլի 14-ին մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում մասսայական ցույցերի արդյունքում վրացերեն լեզուն պահպանեց պետական կարգավիճակը եւ ամեն տարի այն պաշտոնապես նշվում է ապրիլի 14-ին։ Երկրի նախագահ Տիկին Սալոմե Զուրաբիշվիլին հիացմունքով դիտեց մայրենի լեզու վերտառությամբ գրաֆիտը։ Մշակույթի տան ցուցասրահում ներկա գտնվեց Ախալքալակի գեղարվեստի դպրոցի սաների դաս ցուցահանդեսին, իսկ քաղաքի Իլյա Ջավջավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցի աշակերտները ներկայացրին հայրենասիրական բանաստեղծություններ։ Բաուշոբա და სილამაზე თავს არ მოიკლავს ქართველი არა ის შეიძლება ბრძოლას მოყვდეს ერთი იმედით სიცოცხლე მაგრამ გაგრძელდეს ქვეყნა და განმეორდეს საქართველოში როცა ყვდებოდნენ უფრო და უფრო წუხდნენ ამაზე ერთწუთი მაინც დაბრუნდებოდა ჩვენი ბაუშობა და სილამაზე ჩვენ ვაჟკაცობა ძოლთაგან მოვხდეთ ყველამ გაიგოს ყველა ვიცოდეთ ჩვენ შეიძლება ბრძოლას მოყვდეს მაგრამ არც მას უტოვებს სიცოცხლე რადგან სიცოცხლე ესე გავარდო სიკვდილით ყველამ გაიჩარა და იმენია დღეს გავმარჯვეს როცა ჩვენ გავსწრაფ ქვეყანას ვაშა მისი ლექსია იცი
Մշակույթի տան դահլիճում նախագահ Տիկին Սալոմե Զուրաբիշվիլին ողջունելով ներկաներին շնորհավորեց մայրենի լեզվի տոնի կապակցությամբ եւ անչափ կարեւորեց պետական լեզվի ուսուցման անհրաժեշտությունը մեր տարածաշրջանում։ Մեմինდა დავიწყო იმითი რომ გავიხსენო აქა ერთი ადამიანი ზურაჟვანია რომლის ვარსკვლავი გაიხსნა რამდენიმე დღის წინ ევროპის გულში სტრასბურგში და რომელიც არის დამაარსებელი იმ სკოლის რომელიც დღეს მართლაც ყველასთვის არის ცნობილი იმითი რომ ასწავლის ქართულ ენას სახელმწიფო ენას და გვეხმარება ჩვენ ყველას რომ გავხდეთ ქვეყნის სრულყოფილი მოქალაქეები. მეც ბავშვობაში ვსწავლობდი ქართულ ენას ჯერთი დედმამასთან და ბებიებთან, მაგრამ დედაენით და ზუსტად ამ დედაენით. და ის ფაქტი რომ ეს დედაენა უბრუნდება სკოლებს და ამით ისწავლიან ჩვენი ბავშვები სახელმწიფო ენას, ესეც არის ძალიან ღირსშესანიშნავი დღეს. მინდა ყველას მადლობა გითხრათ, ვინც აქ მობრძანდით. ვიცი რომ ყველას არ გესმით ქართული, შეიძლება ნაწილობრივად გესმით და მნიშვნელოვანი არის რომ მაინც მოხვედით და ამისთვის ძალიან დიდი მადლობა. მე ვიცი რომ იმისთვის რომ ამ ქვეყანაში ქართული ენა გახდეს ნამდვილად სახელმწიფო ენა, ანუ ყველასი ენა, როგორც მე ვარ ყველასი პრეზიდენტი, მე მაქვს პასუხისგებლობა როგორც კონსტიტუციით მოწოდებული რომ ამ ენის გავრცელებაზე, პოპულარიზაციაზე, სწავლაზე ვიყო მე პირადად პასუხისგებელი. დღეს ჩვენ ვიხილეთ უფრო ვიწრო წრეში გოგებაშვილის შესახებ ძალიან შესანიშნავ ფილმს და ესეც იყო ამ დღის აღსანიშნავი. რატომ არის საჭირო რომ სახელმწიფო ენა იყოს ყველასთვის ხელმისაწვდომი? იმიტომ რომ ენა არის მთავარი კარი ვიტყოდი. კარი ურთიერთობების პირველ რიგში. თუ გვინდა რომ ერთმანეთს ვესაუბროთ, თუ გვინდა რომ ერთმანეთს გაუგოთ, თუ გვინდა რომ ერთმანეთს პატივი ვსცეთ, ეს ყველაფერი გადის ერთ ენის ცოდნაზე, რომელიც არის სახელმწიფო ენა. ასევე ენა არის კარი კულტურის, ენა არის კარი სახელმწიფოს გაძლიერების. ამისთვის იბრძოდნენ 14 აპრილს 78 წელს, იბრძოდნენ იმისთვის, რომ ენა სახელმწიფო ენა ყოფილიყო დაცული და მათ რო არ გაიმარჯვებინათ, ალბათ მერე არ მოყვებოდა დამოუკიდებლობა და სახელმწიფოს აღდგენა. ეს ყველაფერი არის ერთად ძალიან მჭიდროდ და არ შეიძლება ერთის მეორეს გარეშე. ამიტომ მე მაქვს ძალიან დიდი სურვილი, რომ ყველა ვინც აქ ბრძანდებით და თქვენი შვილები გახდეთ სრულყოფილი საქართველოს მოქალაქეები. ამიტომ არის რომ მე ძალიან ბევრი გავაკეთე იმისთვის, რომ ორმაგ მოქალაქეობა ყოფილიყო შესაძლებელი ყველასთვის და არა აკრძალული როგორც იყო წინა კონსტიტუციით. ეს ცვლილება შემოვიდა კონსტიტუციაში და დღეს უკვე ყველას აქვს უფლება რომ დაიბრუნოს, აღადგინოს საქართველოს მოქალაქეობა. მაგრამ ამისთვის საჭირო არის რომ ორი მხარე იყოს და მეორე მხარემ, ესე იგი თქვენს გააკეთოთ ის ერთი ნაბიჯი გადადგათ, რაც ნიშნავს რომ გინდათ მოქალაქეობა ამ ქვეყნის და ეს არის ამენის სწავლა იმ დონეზე მაინც რომ ჩააბაროთ ის პატარა გამოცდა, რაც თან ახლავს სწორედ მოქალაქეობის აღდგენის პროცესს. ეს არის სიმბოლური, მაგრამ ამავე დროს ძალიან ბევრს ნიშნავს. ეს ნიშნავს რომ სახელმწიფოს უნდა რომ თქვენ გახდეთ საქართველოს სრული მოქალაქეები ყველა უფლებით და თქვენს გაქვთ ეს სურვილი. და მაშინ არის სახელმწიფო ძლიერი, როცა ყველა თავისი მოქალაქეები ყველას სურს რომ იყოს სახელმწიფოს სრულყოფილი წევრი
გრძნობს თავს, როგორც ამ ქვეყნის მოქალაქე და მაშინ არის და ვიქნებით და ვართ საქართველო იქნება ძლიერი სახელმწიფო თავის ყველა მხარეში. მე მინდა კიდევ ერთხელ მადლობა გითხრათ. მე მინდა გითხრათ ისიც, რომ მე ჩვენ სახელმწიფო არაფერს დავიშურებთ იმისთვის, რომ უფრო ხელმისაწვდომი იყოს სწორედ ქართული ენა და პირველ რიგში იმათთვის, ვინც დღეს ლექსებს გვეუბნებოდნენ და კითხულობდნენ, ვინც ხატავდა და ახლა იქნება მალე დაჯილდოების ცერემონია, მაგრამ მათთვის, ბავშვებისთვის და პირველ რიგში სულ პატარა ბავშვებისთვის ბაგაბაღიდან ის იწყება ენის შესწავლა იმ დონეზე, რომ მერე ყველაფერი ღია კონდეს, ყველა პერსპექტივა, ყველა კარიერა, რომ არაფერი ხელს არ გიშლიდეს. და ამიტომ მე აქიდან დღეს ახალქალაქიდან უნდა ვთქვა ხმამაღლა, რომ აუცილებელი არის, რომ ძალიან მოკლე მომავალში აქ გაიხსნას ქართულენოვანი ბაგაბაღი. მე ვიცი, რომ თქვენს გინდათ ესა და ჩვენც გვინდა. ამიტომ იმედი მაქვს, რომ მომავალ წელს როცა აქ ჩამოვალ, ეს აღარ იქნება სურვილი, ეს უკვე იქნება განხორციელებული. კიდევ ერთხელ დიდი მადლობა, კიდევ ერთხელ ვიზეიმოთ დღევანდელი დღე, ქართული ენის დღე და მადლობა მობრძანებისთვის, მადლობა ყურადღებისთვის. და ეხლა მე მგონი მოისმენთ მოკლე ვერსიას ჩემი სიტყვის. დიდი მადლობა. Պետության նախագահի կողմից պարգևատրվեցին Զուրաբ Շվանյայի անվան դպրոցի շրջանավարտները, թիվ 3 դպրոցի աշակերտները եւ Գեղարվեստի դպրոցի սաները։ Პირველი ადგილის მფლობელი გახდა მარია მოქროაძე. Առաջի տեղն է գրավում Մարիա Մոկրովածը։ მარიამს გადაეცემა პრეზიდენტისგან ლეპტოპი. აბარა მეორე ადგილი მეორე ადგილი ნიკა ვანციანი. ნიკა ვანციანი. ნიკას გადაეცა ეგრეთ წოდებული პლანშეტი. მოდით ეხლა მონაწილეებიც დავაჯილდოვოთ. ესეთი განაცხადი. Պարգևատրենք նաև մասնակիցներին։ დიდი მადლობა ბავშვებო, ეხლა ვთხოვ ახალქალაქის სამხატვრო სკოლის მოსწავლეებს, რომლებმაც ასევე მიიღეს ჩვენს კონკურსში მონაწილეობა, მათ ვეფხისტყაოსნის 1 სტროფის ილუსტრაცია შეასრულეს. Մոբդալի, Այժմ հրավիրում ենք նկարչական դպրոցի աշակերտներին, որոնք վագրենավորի նկարներն են պատրաստում։ ასევე არაჩვეულებრივად ნიჭიერი ბავშვები არიან, მაგრამ ჩვენ მაინც ორი გამოვარჩიეთ ამჯერად და ესენი არიან პირველი ადგილი სერგეი გრიგორიანი. Առաջին տեղի Սերգեյ Գրիգորյանը. ძალიან მალე ძალიან საინტერესო ნამუშევარი შეასრულა გრაფიკა. და მეორე ადგილზე გავიდა ერთი წუთით სუზანა გრიგორიანი. აბა მონაწილეები გავაჯილდოვოთ.
კიდევ ყავს გამარჯვებულები განათლების სამინისტროს სიპი ეროვნულ უმცირესობებს ასწავლის სახელმწიფო ენას 11 მუნიციპალიტეტში. ეს გახლავთ ზურაბ ჟვანიას სახელობის სახელმწიფო ადმინისტრირების სკოლა. მათ ჩაატარეს კალიგრაფიის კონკურსი და 2 გამარჯვებული გვინდა რომ დავაჯილდოოთ და ვთხოვ სკოლის დირექტორს ამოვიდეს სცენაზე თუ შეიძლება. Ჟვანიაი добротнele მასნაცელ კონკურსი ევანტე ხასტელენ ნომბეს ხასტობლეშგან. გამარჯვებულები გახლავთ ზარუხი ათორა კალიანი და მერი გარიბიანი. ხო გამოგზავნეთ. კარგად ისწავლეთ. კიდევ ერთხელ ყველას ძალიან დიდი მადლობა, ძალიან სასიხარულო არის ამ ბავშვების ყურება, ამ ხალისიანი დღისთვის ძალიან დიდი მადლობა ჩემგან და იმედი მაქვს, რომ ახლო მომავალში კიდევ ჩამოვალ გინახულებთ. ეს არის არაჩვეულებრივი მხარე, ძალიან ბევრი რამე ვნახე ამ 2 დღეში სამცხე-ჯავახეთში და ძალიან დიდი სურვილი მაქვს, რომ ხშირად კიდე ჩამოვიდე. დიდი მადლობა, კარგად გრძელდება. Նախագահ Տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի այցը թեև նախապես չէր ծրագրված ախալքալաքի կենտրոնանից Սուրբխաչ եկեղեցի, սակայն նախագահը տեղեկանալով, որ ապրիլի 14-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը, ոտքով քայլեց դեպի Սուրբխաչ եկեղեցի։ Նրան դիմավորեց արժանապատիվ ավագ քահանա Տեր Եղիշե Հարությունյանը, իսկ Սամցխե-Ջավախեթի եւ Ծալկայի ընդհանուր փոխարաշնորհ հոգեշնորհ Տեր Մաղաքյա Վարդապետ Ամիրյանը ողջունելով նախագահին, նշեց, որ այս այցը նախագահի կողմից շատ կարևոր քայլ է հայ-վրացական հարաբերություններում։ Նախագահի հետ շատերը լուսանկարվեցին։ Սալոմե Զուրաբիշվիլիի հաջորդ այցը Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանում նախատեսված էր Նինոցմինդայի մունիցիպալիտետի Փոգա գյուղում։ Ուրեմն այսօր շատ լավ օր էր մեր ախալքալակի ժողովրդի համար, որովհետև մեր նախագահ Տիկին Սալոմեն գտնվում էր ախալքալակում, հանդիպեց հասարակության հետ։ Շատ ուրախալի էր, որ նա մեր երեխաներին նվերներ տվեց։ Երևի այդ նվերները մեր երեխաները երբեք իրանց կյանքում չեն մոռանա, որ նախագահն նրանց նվերները տվի այդ օրը։ Բացի դրանից մայրենի լեզվի օրը նշվեց, ժողովրդին ամենաշատ դուր եկա, որ վերջում նա գնաց հանդիպեց եկեղեցում, մոմ վառեց, շնորհավորեց, հետո նոր գնաց դեպի Նինոսմինդայի շրջանը։ Դա ժողովրդի համար ուրեմն շատ ուրախալի էր։ Ուզում էր նաև մեր մետներ այս գործարանը, որտեղ արտադրվում է կարակ, բայց ժամանակի հարցն էր, որովհետև Նինոսմինդայում փոգային սպասում էին, նա խոսք տվեց, որ մյուս անգամ անպայման կհանդիպի ու դրանից բացի լեզվի ուրեմն ազնագայերի համար ես ուրեմն նրան դիմեցի, խոսեցի հետը, դրանից առաջ Թեյացոլոգյանի հետ եմ խոսել, երևի աշնանը նոյեմբերի մեջ այդ քաղաքացիական հարցը մի քիչ թեթևացվի, որովհետև այնտեղ մեր այն քաղաքացիները, բնակիչները, որոնք ասենք 40-ից հետո 40-50-60 տարեկան են, նրանց համար վրացական լեզուն սովորելը շատ դժվար է, դրա համար մենք այդ հարցը բարձրացրինք, նա խոսք տվեց, որ իր մեջ համեդությունը կլինի, բացի դրանից հատուկ հանձնաժողով, մենք նրանց հետ կխոսենք, որը գլխավոր Տիկին Թեյացոլոգյանին, որպեսզի թեթևացված միջոց ձեռք առնեն նոյեմբերին, որ քաղաքացիական հարցը ավելի հեշտանա։